Reuters-ի մեծածավալ հետաքննությունը բացահայտել է, որ փոքրիկ նոր զելանդական ապահովագրական ընկերություն Maritime Mutual վերջին տարիներին առանցքային դեր է խաղացել Ռուսաստանի եւ Իրանի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու գործում, ապահովագրելով տասնյակ նավեր, որոնք տեղափոխել են միլիարդավոր դոլարների նավթ Ասիա։ Ընկերությունը, որը ղեկավարվում է 75-ամյա բրիտանացի Փոլ Ռենքինի ընտանիքի կողմից, ապահովագրել է ավելի քան 6000 նավ, այդ թվում մոտ 480 նավթատար։ Հետաքննության տվյալներով Maritime Mutual-ը ապահովագրել է շուրջ յուրաքանչյուր 6-րդ ստվերային նավը, որոնք հայտնվել են արևմտյան սև ցուցակներում։ Այս նավերը սովորաբար թաքցնում են իրենց երթուղիները եւ փոխում են փաստաթղթերը խուսափելու պատժամիջոցներից։ Ընկերությունը հերքում է մեղադրանքները, պնդելով, թե պահպանում է զրոյական հանդուրժողականություն պատժամիջոցների խախտումների նկատմամբ, սակայն Նոր Զելանդիայի ֆինանսական հանցագործությունների բաժինը եւ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ավստրալիայի գործընկեր կառույցները սկսել են միջազգային քննություն։ Reuters-ի տվյալներով ապահովագրական այս ընկերության միջոցով անցած նավերը տեղափոխել են առնվազն 18.2 միլիարդ դոլարի իրանական նավթ եւ 16.7 միլիարդ դոլարի ռուսական էներգակիրներ։ Նոր Զելանդական իշխանությունները քննություն են սկսել պարզելու, արդյոք ընկերությունը նպաստել է պատժամիջոցների խախտմանը եւ ահաբեկչական ֆինանսավորմանը։ Եթե մեղադրանքները հաստատվեն, այս գործը կարող է դառնալ արևմտյան պատժամիջոցների համակարգի ամենախոշոր խոցերից մեկը, բացահայտելով, թե ինչպես են նույնիսկ փոքր պետություններում գործող ընկերությունները դարձել գլոբալ էներգետիկ շրջանցման առանցքային օղակներ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի յուրաքանչյուր այցի ընթացքում իրենք մշտապես վիճում են, սակայն դա ընկերական բնույթ ունի։ Մենք միշտ վիճում ենք նրա հետ, երբ գալիս է Բելարուս, ինչպես հին ծանոթներ, ասել է Լուկաշենկոն, շեղելով Լավրովին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Ցիարտոյի կողքից, ինչն առաջացրել է ռուս դիվանագետի ծիծաղը։ Համաձայն Տելեգրամի Պուլ Պերվոգո ալիքի միջադեպը տեղի է ունեցել Լավրովի վերջին այցի ընթացքում, որտեղ կողմերը քննարկել են մի շարք ռազմավարական եւ արտաքին քաղաքական հարցեր։ Լուկաշենկոյի խոսքով նման բանավեճերը վկայում են երկկողմ հարաբերությունների բաց եւ վստահելի բնույթի մասին։ Ավելի վաղ Բելարուսի առաջնորդը նշել էր, որ Ռուսաստանի օրեշնիկ միջին հեռահարության հրթիռային համակարգի տեղակայումը Բելարուսում կարող է ժամանակավորապես դադարեցվել, սակայն ընդգծել էր, որ նման քայլերը կապված են տարածաշրջանում լարվածության աճի եւ անվտանգության սպառնալիքների հետ։ Չինաստանը պլանավորում է ավարտել արհեստական արև անվամբ հայտնի BEST փորձարարական միաձուլման ռեակտորի կառուցումը 2027 թվականին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը X սոցիալական մեդիա հարթակում։ Այրվող պլազմայով փորձարարական գերհաղորդիչ կայանի կառուցումը նախատեսված է 2027 թվականին, գրել է Մաո Նինգը։ Ինչպես նշել է դիվանագիտական խոսնակը, Չինաստանի գիտությունների ակադեմիայի պլազմային ֆիզիկայի ինստիտուտի կողմից մշակված օբյեկտը կարող է դառնալ աշխարհում առաջինը, որը կարտադրի էլեկտրաէներգիա։ Ռեակտորը կառուցվում է Հեֆեյում, Անհոյ նահանգում։ 400 տոննայից ավելի քաշ ունեցող օբյեկտը գործում է որպես հսկա թերմոս։ Ռուսաստանի Պետդուման երկրորդ եւ երրորդ վերջնական ընթերցումներով ընդունել է օրենք, որը թույլ է տալիս ռազմապահեստազորայիններին ներգրավել ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանության գործում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ, փաստաթուղթը մշակվել է նախագահական հրամանագրի հիման վրա եւ նախատեսում է, որ պահեստազորում գտնվող քաղաքացիները կարող են ընդգրկվել երկրի անվտանգության ապահովման աշխատանքներում։ Մինչ այդ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել է կամավորական կազմավորումների ստեղծման գաղափարին, որոնք պետք է ուժեղացնեն երկրի կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Նոր օրենքով նման ստորաբաժանումները կարող են գործել նաև ոչ միայն ռազմական դրության կամ մոբիլիզացիայի ժամանակ, այլև խաղաղ պայմաններում, ըստ անհրաժեշտության։ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանցկին նշել է, որ պահեստազորայինները չեն համարվում զինծառայողներ եւ պահպանում են քաղաքացիական իրավունքները, միաժամանակ համատեղելով հիմնական աշխատանքն ու ծառայությունը պահեստազորում։